Դե ինչ վերադարձանք տաղավար եւ շարունակելու ենք խոսել երաժշտության ոլորտից, մասնավորապես հաղորդման սկզբում էլ նշեցինք, որ այսօր մեր տաղավարում ներկայացնելու ենք Եվրատեսիլ 2025-ի մանկական մեր պատվիրակին եւ խոսելու ենք շատ հետաքրքիր մանրամասների մասին։ Այո, Ալբերտ Արմենակյանն է մեր տաղավարում, Հայաստանի ներկայացուցիչը մանկական Եվրատեսիլ 2025 երկի միջազգային մրցույթում եւ Դավիթ Ծերունյանը, Եվրատեսիլ հայաստանյան պատվիրակության ղեկավար։ Ինչպե՞ս եք։ Բարի լույս։ Բարի լույս, իրելի գործընկերներ։ Մեր ավանդական հարցը կարող եմ տալ Դավիթ։ Իհարկե, պիտի տաս։ Ինչպե՞ս եք սկսել ձեր առավոտը։ Դու ինչպե՞ս ես սկսել առավոտը։ Շատ լավ եմ սկսել։ Դու լավ ես սկսել։ Ես իրականում պիտի անկեղծ ասեմ, քանի որ երեք եթերում միասին էինք աշխատում, այսօր հույս ունեի մի փոքր ավելի երկար քնել, լուսինե, բայց չստացվեց։ Միևնույնն է լավ եմ սկսել։ Դու ինձ միայնակ չթողեցիր այս հարցում, տեսնում ես։ Լավ։ Ես ուզում եմ միանգամից անցնենք այս գլխավոր թեմային, եւ երեք Դավիթը պատմում էր, որ շատ դժվար է եղել ընտրությունը, որովհետեւ 80-ից ավելի հայտեր էին ներկայացված։ Ուզում եմ մի փոքր բացես այդ փակագծերը, պատմես, թե ինչպես վերջում ընտրեցիք Ալբերտին։ Իսկապես շատ բարդ էր ամբողջ գործընթացը, որովհետև յուրաքանչյուր տարի մենք հասկանում ենք, որ մեր երեխաները այնքան շատ են եւ այնքան տաղանդավոր են, եւ տարեցտարի կարծես ավելի շատ երեխաներ են նաեւ դիմում նախընտրական փուլին հանրային հեռուստաընկերության, որ իսկապես ժյուրին էլ ավելի բարդ է յուրաքանչյուր տարի ընտրություն կատարելը, եւ երբ խոսում ենք երեխաների մասին մասնավորապես, իսկապես շատ դժվար է հասկանալ, թե ով է ամենալավը, որովհետև բոլորն են լավը, եւ այստեղ կա եւս մի նրբություն, որ ընտրությունը անցկացվում է հենց երեխաների ընտրած cover երգերի հիման վրա առնախնական առաջին փուլում, որովհետև կա օրինակ դեպի Եվրատեսիլի ձևաչափը գիտեք, երբ մարդիկ գալիս են հենց իրենց պատրաստի երգով, որով Եվրատեսիլ են ուզում գնալ, բայց այս դեպքում այդ երգը չկա։ Այսինքն ժյուրին պետք է պարզապես երեխաներին տեսնելով արդեն պատկերացնի, թե ինչ կարելի է ստանալ հետագայում, ինչպիսի երգ կարող է լինել, ինչպիսի տվյալներ ունի երեխան եւ արդյոք կարողանա այդ օրինակ երգը կատարել կամ այդ ձևաչափով հանդես գալ, դրա համար մի քիչ ավելի բարդ է աշխատանքը, այդ ամբողջը պատկերացնել, այո, դու մանրամասում սկսում ես պատմել, արդեն պատկերացնում ենք, որ շատ բարդ փուլերով եք անցել։ Պատկերացնելով այդ ընտրությունը կատարել, բայց դրա համար յուրաքանչյուր տարի նաեւ այս տարի ժյուրի կազմը բավականին լայն է լինում, այսինքն տարբեր մասնագետներ են, թե պրոդյուսերներ, թե ռեժիսորներ, թե երգահաններ, որպեսզի այդ կարծիքների բազմազանությունը նաև ճիշտ ընտրություն ապահովի եւ կարծում եմ, որ այս տարի հենց այդպես էլ ստացվել է։ Իսկ թե ինչպես եղավ այդ ճանապարհը, որ Ալբերտը որոշեց գալ եւ ուժերը փորձել այս տարվա այդ մրցույթում, Ալբերտ, ինչու որոշեցիր հենց այս տարի մասնակցել Եվրատեսիլին։ Եվ արդյոք քոնն էր որոշումը։ Ես փոքր հասակից երազել եմ մասնակցել մանկական Եվրատեսիլին եւ սկսել եմ երգել 5 տարեկանից, հենց սկսեցի երգել, հենց այդ ժամանակվանից էլ արդեն իմ մոտ երազանք առաջացավ, որ մասնակցեմ մանկական Եվրատեսիլին եւ այդ օրվանից որոշեցի, որ երբ արդեն հասկանամ, որ կարող եմ պատրաստեմ եւ կարող եմ հայտ դիմել, հայտ լրացնել, կգնամ այդ քայլին։ Այո։ Ես արդեն 3-րդ տարին է, որ հայտ եմ լրացնում։ Եվ չեմ հանձնվում, քանի որ դա իմ երազանքն է եւ այնինչ որ կախված է ինձանից, որոշում եմ իմ ուժերով, իմ հնարավորության սահմաններով ներկայացնել ինձ, որպեսզի հասնեմ իմ երազանքին։ Ու մեր հեռուստադիտողները մինչ Եվրատեսիլում արդեն որպես պատվիրակ քո անունը լսելը շատ հաճախ սոցիալական հարթակներում տեսնում էին այն հոլովակները, որտեղ դու զարմացնում ես հանդիսատեսին տարբեր մրցույթների, փառատոնների ընթացքում։ Առհասարակ ինչ է տալիս քեզ այդ փառատոններին մասնակցությունը, մրցույթների հաղթանակները։ Յուրաքանչյուր մրցույթ, յուրաքանչյուր համերգ եւ ելույթ ինձ շատ մեծ փորձ է տալիս, վստահություն, ընկերներ նոր, ինչը ինձ բնականաբար օգնում է հաջորդ ելույթների եւ մրցույթների համար եւ երբ որ ավելի շատ փորձ եմ ունենում, հաջորդ համերգին կարողանում եմ ավելի լավ ներկայանալ։ Այսինքն դեկտեմբեր ամսին, երբ Ալբերտը ներկայացնի Հայաստանը մանկական Եվրատեսիլում, շատ ավելի վստահ է լինելու եւ քանի որ մինչ այդ մասնակցել ես արդեն իսկ մրցույթների։ Լավ, իսկ այս տարի ինչ երգով cover-ով մասնակցեցիր փուլին։ Փուլին մասնակցեցի Je suis malade երգով Լարա Ֆաբյանի եւ Հայաստան երգով Մհեր Արմենիայի։ Այդ երկու երգերն էլ շատ եմ սիրում, այնտեղ կարող եմ ցույց տալ իմ հնարավորությունները, ձայնային տվյալները։
Պաստան բավականին բարդ կատարման առումով ստեղծագործություններ են ընտրված եղել, արդյոք բոլոր մասնակիցներն էին հնարավորինս բարդ ստեղծագործություններով ներկայանում, որպեսզի իրենց ողջ գունապնակը ներկայացնեն։ Շատ տարբեր է իրականում յուրաքանչյուր տարի եւ այս տարի եւս այդ 80-ից ավել մասնակիցները, որոնց լսել ենք, նրանք նույնպես շատ տարբեր երգեր էին ընտրում եւ հետաքրքիր է լինում միշտ այդ բազմազանությունը, որը մենք տեսնում ենք եւ ժյուրի անդամները տեսնում են, որովհետեւ լինում են երեխաներ, որոնք այո ընտրում են շատ բարդ վոկալային երգեր եւ ցույց են տալիս իրենց բոլոր ունակությունները վոկալային, բայց լինում են նաեւ երեխաներ, որոնք հետաքրքիր նոր ձևաչափով են ներկայանում։ Օրինակ այս տարի մենք ունենք տղաներից բաղկացած խումբ, հիշում եք տարիներ առաջ ամբողջովին աղջիկներից բաղկացած Youngers խումբը գնաց եւ դա հետաքրքիր ձևաչափ էր, այսինքն նաեւ շատ հաճախ նմանատիպ կոնցեպտով են հանդես գալիս մեր մասնակիցները, որը եւս հետաքրքիր է եւ կարեւոր է, որը շատ հետաքրքիր է եւ պարտադիր չէ օրինակ այդտեղ ցույց տալ վոկալային շատ լուրջ տվյալներ, բայց դու հասկանում ես նաեւ տեսնելով այդ ապագա արդեն արտիստներին կամ ոչ ապագա արդեն արտիստներին, որոնք այդ օրը եկել են, հասկանում ես, որ նաեւ մեր ոլորտում հետագայում գալիք տարիներին սպասում են նմանատիպ հետաքրքիր կերպարներ, անհատականություններ, որոնք արդեն փոքր հասակից չեն հանձնվում եւ կարծում եմ սա շատ կարևոր է այս չհանձնվելը, ինչ որ Ալբերտը նշեց, որովհետեւ նախորդ տարի եւս մեր մասնակից Լեոն 1 տարի մասնակցել էր, չէր հաջողվել նրան անցնել, հաջորդ տարի նա մասնակցեց եւ ընտրվեց, նույնպես Մալենան այո ժամանակին մեծ ազգային ընտրության էր մասնակցել պատրաստի երկով եւ չէր անցել եզրափակիչ փուլ այդ ընտրության, այնուհետեւ հաջորդ տարի հենց նա ընտրվեց, որ Հայաստանը ներկայացնի եւ հաղթեց Եվրատեսիլում մանկական, այսինքն սա շատ կարևոր է եւ ինչ որ առումով կոչ պետք է լինի նաեւ մեր բոլոր փոքրիկ հեռուստադիտողներին, որ երբեք պետք չէ հանձնվել եւ եթե այդ տարի որևէ բան չի ստացվել, ապա հաջորդ տարի անպայման կարող է ստացվել։ Այո, սա եւս մեկ ապացույց, որ ընկճվել երբևիցե պետք չէ։ Հիմա պատմեք, թե ինչ երգ է ընտրվել, որ դեկտեմբերին մրցույթին պետք է ներկայացվի։ Եվ երբ մենք կկարողանանք լսել արդեն հանրությանը հասանելի կլինի։ Մենք միշտ գիտեք սիրում ենք այսպես փակագծերը փակ պահել, մինչև վերջին ամենահնարավոր այսպես վերջին պահը։ Իսկ վերջին հնարավոր պահը երբ է որ Լուսինե անգամ այդ դեպքում փակագծերը փակ են։ Նույնիսկ ամսաթվի փակագծերը։ Որովհետև իրականում աշխատանքները իհարկե բավականին բարդ են եւ գրեթե միշտ հատկապես մանկական Եվրատեսիլի դեպքում ժամանակը այդքան էլ շատ չէ, ցավոք, իհարկե ի տարբերություն մեծերի Եվրատեսիլի, մանկական Եվրատեսիլի դեպքում նաև պատրաստելու ժամանակն է քիչ եւ երբ մի քանի ամիս ժամանակ է անցնում, երբ ընթանում են այս նախընտրական փուլերը եւ ընտրում ես մասնակցին, իհարկե հետո նաև պետք է շատ արագ կողմնորոշվել եւ հասկանալ թե իսկ ինչ երգով նա պետք է ներկայանա։ Ես կարող եմ մի փոքր փակագծերը բացել եւ ասել, որ դանդաղ ռիթմեր են Լավ, գոնե դա է։ Ես կարող եմ ասել, որ այս տարի մի փոքր առանձնահատուկ կերպով է ընտրությունը անցել, որովհետև վերջին փուլում, երբ կար մի քանի ընտրված մասնակից, մենք դիմել ենք նաև մեր գործընկերներին եւ մի շարք երգահանների եւ խնդրել ենք նրանց այս ընտրված երեխաների համար ստեղծել երգեր որպեսզի նաև վերջնական որպեսզի իրականում մեր աշխատանքը ել ավելի ենք բարդացրել, այո, բայց սա կարծում եմ կարևոր քայլ էր, որովհետև շատ նաև կարևոր էր վերջում այսպես ամբողջական որպես փաթեթ նաև երկով միասին ընտրել մասնակցին այդ վերջին եզրափակիչ փուլը անցած մասնակիցների շարքից եւ պիտի նաև շնորհակալություն հայտնեմ բոլոր այն երգահաններին, որոնք շատ կարճ ժամանակում իրականում շատ լավ ու հետաքրքիր երգեր մեզ ներկայացրեցին եւ անգամ այդտեղ ընտրությունը արդեն մի փոքր բարդացավ, թվում էր ավելի հեշտ կլինի, բայց բարդացավ, որտեղ երգերը եւս լավ եւ ընտրվեց այն երգը, որով Ալբերտը պետք է գնա մանկական Եվրատեսիլ Լուսինե, շատ փակագծեր իսկապես չեմ կարող բացել դեռ ճիշտ չլինի, բայց կարող եմ ասել, որ այն ձևաչափը երգի առումով նաև որը ընտրված է այս տարի, իսկապես տարբերվում է նախորդ վերջին մի քանի տարիների ընթացքում մանկական Եվրատեսիլում մեր ներկայացված ձևաչափից, ես կարծում եմ Ալբերտին ճանաչող։ Մենք կգնանք կմտածենք, թե ինչով է տարբերվում այս ձևաչափը։ Գաղտնիք է բացահայտում հենց Ալբերտին ճանաչող։ Յուրաքանչյուր այո մարդ, իհարկե տեսնելով եւ հասկանալով, որ Ալբերտը շատ տպավորիչ վոկալային տվյալներ ունի, կարծում եմ բոլորը կհասկանան կամ գուցե կկռահեն, որ ռիթմերը, չէ՞, երգը, այո, երգը իհարկե լինելու է այնպիսի երգ, որտեղ մենք տեսնելու ենք այդ վոկալային տվյալները եւ լինելու է զգացմունքային երգ իհարկե, որովհետեւ Ալբերտի գրեթե բոլոր կատարումները միշտ հենց այդպիսին են, զգացմունքային են, որտեղ նա պարզապես փայլում է։ Ընտրությունը արդեն իսկ հուշում եմ, այո, բայց կարող եմ ասել Լուսինե, որ մենք երբ երգ առաջին անգամ լսեցինք, մենք հուզվել էինք բոլորս եւ շատ հետաքրքիր էմոցիաներ է առաջացնում, կարծում եմ կոմոդել չէ Ալբերտը։ Եվ ճիշտ է, դեռ չենք լսել, բայց վստահ ենք, որ այն թիմը, որը աշխատում է թե երգի ստեղծման, թե հետագայում նաև բեմադրության, որովհետև բազմաթիվ փորձեր ենք սպասվում, բայց բեմադրությունից էլ հարցեր տուրման է, միգուցե մի բան իմանանք։ Երգից ոչինչ չի ասում Դավիթ լինելու Ալբերտը բեմի վրա, թե նաև պարային ինչ-որ հատված կլինի։
Ալբերտ, քեզ եմ հարցնում։ Դավիթին էլ չեմ հարցնում։ Չլսես Դավիթին, պատմի։ Ասել են, որ դու մենակ ես լինելու բեմում։ Դեռ տենց շատ բան չգիտենք բեմադրության մասին, Ալբերտ բիզնես դիվանագետ է, կարծում եմ շատ Դավիթը երկար շփվել է Ալբերտի հետ մինչև եթեր գալը, հա։ Չգիտենք։ Բայց ես եթե իմ պատկերացումներով ասեմ, ես ինձ կպատկերացնեի բեմում մենակ, ոչ թե շատ պարողներով, որ կարողանամ երգի մեջ մտնեմ, քանի որ երբ որ դուք էլ լսեք, դուք էլ կհասկանաք ինչու եմ ասում։ Այդպես եմ չգիտեմ պատկերացնում, որ ես մենակ ոնց որ պատմում եմ բոլորին այդ երգի մասին։ Հասկացանք եւ մենք հիմա մեր հեռուստադիտողների հետ սպասելու ենք այդ պահին, թե երբ սկզբում իհարկե սոցհարթակների օգնությամբ առաջին ալիքի պաշտոնական էջերով կտարածվի տեսահոլովակը, եւ պատմությունը, այո, ապա արդեն մեր բոլորի ամբողջ աշխարհում բնակվող հայերի աջակցությունը կլինի քեզ, որ դու փայլես բեմում, վստահ նորից կհանդիպենք մինչ Եվրատեսիլի այցը, որպեսզի մյուս բոլոր գաղտնիքները բացահայտեք տաղավարում։ Հենց տեսահոլովակը պատրաստ լինի։ Հենց տեսահոլովակը պատրաստ լինի, երգը հրապարակվի, մենք անպայման նորից կհյուրընկալվենք տաղավարում, կպատմենք մանրամասները, բայց եթե թույլ տաք, ես նաև առիթից օգտվելով կուզեմ իհարկե շեշտել, սա միշտ ենք ասում, բայց միշտ առիթները շատ պետք է լինեն, որպեսզի մեր հեռուստադիտողներին եւ բոլորին հիշեցնենք, որ ի տարբերություն մեծերի Եվրատեսիլին, մանկական Եվրատեսիլում մեր մասնակցությունը ել ավելի կարևոր է հեռուստադիտողների, որովհետեւ մեծերի Եվրատեսիլի դեպքում մենք Հայաստանից չենք կարող քվեարկել Հայաստանի օգտին, մանկական Եվրատեսիլի դեպքում կարող ենք Հայաստանի օգտին քվեարկել, քվեարկությունը միշտ անվճար է, առցանց է, մենք սրա մասին վստահաբար դեռ եթերում խոսենք, բայց ամեն դեպքում ասենք բոլորին, որ ել ավելի ուշադիր լինեն եւ հենց իրենք այստեղ Հայաստանից բոլորը կարող են Ալբերտի կողքին լինել եւ աջակցել, որպեսզի Հայաստանը փայլի հերթական անգամ։ Վստահ ենք, որ փայլելու ես Ալբերտ եւ մեր դրոշը, այո, տեղի է ունենալու Վրաստանում, մայրաքաղաք Թբիլիսիում, այնպես որ հերու չի։ Միգուցե շատ նաեւ մեր հայրենակիցներ որոշեն, որ պետք է գան եւ հենց տեղում դիտեն եւ լսեն քեզ։ Բոլոր մանրամասները Եվրատեսիլի մանկական Եվրատեսիլի մասին 2025 թվականի դեռ կիմանանք առաջին ալիքի եւ առհասարակ մեզ մոտ էլ առավոտ լուսեում էլ բազմաթիվ հնարավորություններ կունենանք անդրադարձ կատարելու։ Շնորհակալ ենք անչափ առավոտը մեզ հետ սկսելու համար։ Դեռ շատ աշխատանքներ ունեք, մենք ձեզ մաղթում ենք հաջողություն, այո։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք, իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ, լսենք երաժշտություն։